Հիշեք իր հայտնի արտահայտությունը, երբ ասաց, որ որ մի դատավորն է, որ պիտի համարձակվի չկատարել իմ ասածը, սա դրա տրամաբանական շարունակությունն է։ Այսինքն մտնում են մարդկանց մասկի շոու են սարքում մարդկանց ներկայությամբ, օրինական զենքեր, հիմա էլ մենք գնանք ցանկացած տեղ, որտեղ օրինական զենք կա եւ զենքի թույլտվությունը կա, դնենք, կողքը նկարենք, ասենք, տեսեք, հեղաշրջման ինչ-որ փորձ է կատարվում։ Պարզ է, որ խոսույթը պետք է սրվի, սրացում պետք է մտնի եւ որքան շատ զենք ցույց տան, Աննա ջան, այդքան ժողովուրդը կվախենա եւ կփորձի համոզել, ինքը իշխանությունը կփորձի ժողովրդին համոզել, որ տեսեք այսքան զենք զինամթերքով ուզում են հեղաշրջում անել։ Ես ձեզ ընդամենը երկու օրինակ բերեմ, անցած 10 տարվա ընթացքում 3 դեպք է բացահայտվել բանդաների, որոնք իրապես փորձել են հեղաշրջում իրականացնել։ Նրանց օգտագործած զենք զինամթերքը, որ դնենք այս խաղալիքների կողքը, եւ մարդիկ հնարավորություն ունենան պարզապես համեմատելու, ոչ թե այս ներկայացումները, բեմականացումները մտան, ձերբակալեցին, իբր սա արեցին, դա արեցին։ Ամբողջ ագիտպրոպը լծված է իբր պախարակելու եւ անարգանքիսյանը գամելու, հակասահմանադրական ճանապարհով ինչ որ հեղաշրջման փորձ անելու հարցում ընդդիմությանը կլան